հրավերի համար եւ այս զեկույցին մասնակցություն ունենալու հնարավորության համար։ Այ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, ինչպես իմ հրապարակային խոսքին այստեղ մարդիկ կան լուծերը ինձ գալի բասը ծանոթ են, ես սիրում եմ խոսել թղթով եւ փաստերով։ Դրա համար իմ ձեռքին հիմա թղթեր են, որից ես անելու եմ իմ խոսքի այսպես կարևոր մասերի մեջբերումները հնչեցված հարցադրման հաշվառմամբ։ Եվ այսպես, ուրեմն Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերը հայության նկատմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող հայության նկատմամբ եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայության նկատմամբ վարել են ընդգծված ատելության, խտրական քաղաքականություն։ Բոլոր ժամանակների ընդգծում եմ, ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ բոլոր ժամանակների։ Ես նկատի ունեմ նախախորհրդային, խորհրդային եւ հետխորհրդային շրջանները։ Բայց այստեղ ուզում եմ այդ նշված ժամանակահատվածների միջև որոշակի այսպես տարաբաժանում անել։ Ուրեմն նախախորհրդային եւ հետխորհրդային շրջանի Ադրբեջանի վարչակազմերը իրենց խտրական, ատելության, հռետորաբանությունը եւ դրան հաջորդած քաղաքականությունը իրականացրել են զենքի ուժով ընդդեմ հայերի։ Ես նկատի ունեմ նախախորհրդային շրջանը 1918-ից 20 թվականների Ադրբեջան եւ նկատի ունեմ 1991 թվականից ուրեմն այս կողմ Ադրբեջանի վարչակազմը։ Ինչ վերաբերում է խորհրդային շրջանին, ապա խորհրդային շրջանի առումով պիտի ասեմ հետեւյալը։ Խորհրդային շրջանի Ադրբեջանի վարչակազմը հայերի նկատմամբ իրականացրել է հանդես է եկել խտրական հռետորաբանության, ատելության խոսքով, բայց այդ ամենը մի տեսակ իրականացրել է այսպես փափուկ ուժի միջոցով։ Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ փափուկ ուժ։ Ես նկատի ունեմ հետեւյալը։ Ուրեմն խորհրդային Ադրբեջանի տարածքում ապրող բոլոր հայերի նկատմամբ եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի նկատմամբ իրականացվել է ընդգծված խտրական քաղաքականություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե մի աշխատավայրում, օրինակ, մի աշխատատեղում, թափուր աշխատատեղում պիտի ընդունվեր մեկ մարդ, մեկը հայ, մյուսը այսպես կոչված ադրբեջանցի։ Անպայմանորեն, ոչ թե 99, 100%-ով այդտեղ աշխատանքի անցել ադրբեջանցի։ Եթե թափուր տեղ կա բարձրագույն ուսումնական հաստատությունում, խոսքը լղիմի մասին է, պիտի ընդունվի հայը եւ ադրբեջանցին, ոչ մի արդար պայքար տեղի չի ունեցել, գոյություն չի ունեցել։ Անվիճելիորեն, աներկբայորեն այդտեղ ընդունվել է ադրբեջանցի ուսանողը։ Հիմա ես իմ խոսքը փաստարկելու համար բերելու եմ հետեւյալ փաստը։ 1969-ից 1982 թվականին խորհրդային Ադրբեջանի ղեկավարը կամ այն ժամանակ ասում են կոմկուսի կենկոմի առաջին քարտուղարը հանդիսացել է Հեյդար Ալիևը։ 2002 թվականին նա շատ անկեղծ, ուղիղ, բաց տեքստով ասել է այն, ըստ որում օրինակներով շեշտադրելով լղիմում կոշիկի գործարան կառուցելը, լղիմում բարձրագույն ուսումնական հաստատություն չկա, համաձայնվել է բացել, բայց շրջակա բոլոր բնակավայրերից ադրբեջանցիներին ուղղորդել է դեպի այդ բուհը, Ստեփանակերտի հայտնի կոշիկի գործարանը բացելուց հետո բոլոր ադրբեջանցիների նախատիր ուղղորդել է դեպի լղիմ աշխատանքի։ Ես հիմա ուզում եմ մենք լսենք Հեյդար Ալիևին։ Մեջբերում 2002 թվական հուլիսի 22 Բաքվի մամուլի ակումբի հիմնադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մասնավորապես ասել է. Մեջբերում եմ. Ես ձգտել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները շատ լինեն, իսկ հայերի թիվը կրճատվի։ Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատել են Լեռնային Ղարաբաղում, գիտեն այդ մասին։ Մեջբերման ավարտը։ Ես ժամանակը խնայելու նկատառմամբ այս մեջբերումը բավականին ծավալուն մեջբերում է եւ ուշագրավ մեջբերում, զեկույցում տեղ է գտել այդ մեջբերումը, ես ձեզ ներկայացրեցի հավառոտ տարբերակը։ Ես կարող եմ վկայակոչել Ադրբեջանի այլ պաշտոնատար անձանց խորհրդային շրջանի ուրեմն գործելավոճի մասին վկայող բազմաթիվ փաստեր, որտեղ նրանք խտրական քաղաքականություն են իրականացրել ընդդեմ հայերի։ Երևի առաջին մասով այսքանը կասեմ։